Այժմ կմեկնարկեն մամուլի հայտարարությունները. We will now proceed with the press statements. Արգելի գործընկերներ, այսօր պատիվ ունեմ հյուրընկալել իմ լավ բարեկամ եւ գործընկեր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ նրա գլխավորած պատվիրակությանը մեծարգո պարոն պետքարտուղար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր գերհագեցած օրակարգում աշխատանքային գրաֆիկում Հայաստան այցելելու եւ այս կարևոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար ժամանակ գտնելու համար։ Ձեր այս խիստ բովանդակալից այցը վկայում է մեր երկկողմ կապերը հետևողականորեն ամրապնդելու Երևանի եւ Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին։ Օգտվելով առիթից պետք է կրկին արձանագրեմ, որ մեր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Չափազանցություն չլինի ասել, որ մենք թևակողել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ, հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի պարբերական զարգացումները։ Հարգելի գործընկերներ, ամենակարևոր իրադարձությունը իհարկե անցած տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովն էր, որտեղ հնարավոր դարձավ հաստատել խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց նաեւ կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերել եւ հայտարարել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ եւ ընդամենը մի քանի ամիս անց այս տարվա արդեն հունվարի սկզբին ես եւ իմ հարգելի գործընկեր պետքարտուղար Ռուբիոն Վաշինգտոնում ստորագրեցինք TRIP նախագծի իրականացման շրջանակի մասին մի նոր փաստաթուղթ եւ կրկին ընդամենը մի քանի ամիս անց այսօր մայիսին Երևանում մենք կարողացանք նախաստորագրել արդեն միջպետական համաձայնագիրը TRIP ծրագրի վերաբերյալ։ Իհարկե սա չի ծածկում են ամբողջ ճանապարհը, որ մենք այս ամիսների ընթացքում, մենք տարվա պակաս ընթացքում միասին անցել ենք, մենք ունենք արդեն ստորագրած եւ ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների մասին, միջուկային էներգետիկայի ոլորտի մասին, քիչ առաջ միասին ականատես եղաք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթ հանքանյութերի կրիտիկական միներալների վերաբերյալ եւ իհարկե ամենակարևորը ես կասեի հովանոցային պայմանավորվածությունը մենք եւ պետքարտուղարի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն եւ խնդրում եմ մի փոքր ուսումնասիրություն անել եւ համեմատել երկու փաստաթղթերը Կուսամ կտեսնեք, թե ինչպիսի նոր հնարավորություններով, հատկապես երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, այլ շատ կարևոր ոլորտների, թե կտեսնեք, թե ինչպես է հարստացված փաստաթուղթը այս ուղղություններով եւս ուզում եմ մեկ անգամ եւս կարևորել եւ բարձր գնահատել նախագահ Թրամփի եւ նրա ամբողջ վարչակազմի պետքարտուղար Ռուբիոյի բոլոր մյուսների դերը եւ նվիրվածությունը հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում եւ Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում կրկին անգամ ուզում եմ ասել եւ հուսով եմ կուսումնասիրեք կտեսնեք բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ եւ այնուհետեւ կտեսնենք գետնի վրա որպես իրականություն միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար եւ աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։ Այսքանը թերևս սիրով ուզում եմ խոսքը փոխանցել ձեզ, կրկին անգամ շնորհակալ եմ այցի եւ շարունակական հանձնառությունների համար հարգելի գործընկերներ։ Thank you, and thank you for hosting me, for hosting us here in Yerevan today. I'm really pleased to be here today to continue to further advance President Trump's and Prime Minister's vision for the future. It's a courageous path towards peace in the South Caucasus, solidified in Washington on the 8th of August of last year.
And so I was honored to join the foreign minister here today to initial this bilateral agreement on the Trump Route for International Peace and Prosperity, or is known TRIP. This agreement marks the biggest step to date on making this historic route a reality, on advancing peace and on increasing prosperity in Armenia and frankly on the region. But our relationship is not simply limited to TRIP. We are building upon that in so many different ways, and it's a top priority of this administration. The president personally takes tremendous pride, not simply in TRIP, not simply in that, but in all of the other things we are continuing to build on. It is going to be an important part of his legacy of his second term as president, and we're here today to continue to work on that, which is why today, by renewing the Strategic Partnership Charter, it's an opportunity to outline the future of the U.S.-Armenia bilateral relationship and creating a new path for partnership and economic opportunity for Armenians and for Americans. To put it in very simple terms, we are laying the groundwork for the sort of economic engagement that allows Armenians to make money and find prosperity, and Americans to do the same and to do it together, which is one of the strongest ways to bind nations with one another. And always doing it in a way that respects your sovereignty as a nation, but in ways that are mutually beneficial. That's how bilateral relationship works the best, is when both countries see an advantage in working on things together. And where relationships become strategic is when you share a common vision for the future and realize that partnering with one another, you can help each other achieve that better future together. Finally, we also, on the Memorandum of Understanding on critical minerals, is also going to further enhance mutual prosperity. We see every single day all over the world, every visit I ever have, whether it's in Washington with a visiting delegation or in my travels, critical minerals, which is something no one talked about just 20 years ago, are now essential to all of the new technologies, all the innovations that are going to require for the 21st century. Not just access to these minerals, but the ability to process and refine them to be usable goods is critical to the future for prosperity. And countries that are able to do that are going to be able to find economic independence and are going to be able to find themselves at the center of innovation in the 21st century. And those who lag behind are going to suffer for it. We are going to be able to work together to make sure that both of our countries, both of our economies, are going to have reliable access to these critical minerals in a way that is not just financially beneficial to our countries, but also fuel that cycle of innovation that will be so critical to the 21st century. Let me just say that both yourself and the Prime Minister and your entire team here in Armenia are blazing the trail towards a brighter and more independent future for Armenia. And we're very happy to be here to show my support for their courage, my support for their vision, my support for their dedication, my support for their willingness to see for the future of their country what it takes to get there. And we're very happy and proud to be a part of it, and we can't wait to do more together. So thank you. Արգելի պարոն պետքարտուղար, շնորհակալ եմ կրկին ջերմ խոսքերի համար, վստահ եմ, որ մենք հետ այսու եւս բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի իրաքայլ առքայլ իրականություն դարձնենք նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի ուրվագծած համագործակցությունը, որը վստահաբար շահեկան է լինելու, ինչպես դուք նշեցիք, եւ Հայաստանի համար, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց նաեւ մյուսների համար տարածաշրջանում, ովքեր կառուցողականորեն եւ համագործակցաբար կներգրավվեն այս նախագծի եւ նախագծերի ստեղծած հնարավորությունների մեջ։ Դուք անձամբ հարգելի գործընկեր մշտապես սպասված հյուր եք Երևանում, սիրով սպասում ենք առաջիկայում մեր նոր հանդիպումներին, համագործակցության նոր հնարավորություններին եւ նոր շփումներին, լինի դա Երևանում, Վաշինգտոնում, թե աշխարհի որևէ այլ մայրաքաղաքում կամ վայրում։ Հարգելի գործընկերներ, հուսով եմ տեղեկացված եք, որ հարց ու պատասխանի հնարավորություն չկա, հայցում եմ ձեր ներողամտությունը, սիրելի լրագրողներ, քիչ անց ես նորից կմիանամ ձեզ եւ պատրաստ եմ պատասխանել արդեն հետո ձեր հարցերին։ Շնորհակալություն։